Բարև ձեզ, եթերում օրվա ամփոփումն է, ձեզ հետ է Արփինե Նավասարդյանը։ 19:00 դրությամբ առանձնացրել ենք հետևյալ լուրերը։ Վաղը հոկտեմբերի 7-ին ժամը 11:00-ին Հայաստանի երկրորդ նախագահ Հայաստան դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը մամուլի ասուլիս կտա։ Ասուլիսը կկայանա Կոնգրես հյուրանոցում։ Քոչարյանի վերջին ասուլիսը կայացել էր փետրվարի 17-ին, իսկ դրանից հետո նա մի քանի անգամ հանդես է եկել առանձին հարցազրույցներով, որոնցից վերջինը օգոստոսի 1-ին։ Ակնկալվում է, որ ասուլիսի ժամանակ երկրորդ նախագահը կանրադառնա ինչպես ներքաղաքական զարգացումներին, այնպես էլ արտաքին ճակատում Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակին։ ԿՊԱ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը հայտնել է, որ առաջիկայում շրջանառության մեջ կդրվի մի նախագիծ, ըստ որի քաղաքացիները, որոնք պետական եկամուտների կոմիտեի կողմից տեսանելի տեղեկատվությունից բացի այլ եկամուտ չունեն, կարող են այլևս համակարգում չգործել եւ հայտարարագիր չլրացնել։ Քաղաքացու հայտարարագիրն ինքնաշխատ կերպով կհամարվի լրացված ՊԵԿ-ի կողմից լրացված տվյալների հիման վրա։ Քանի որ հայտարարագրերը ՊԵԿ-ն ինքնաշխատ է լրացնելու, ինչպես այժմ մենք ՊԵԿ-ի գործիքակազմ ենք ավելացնում եւ հնարավորություն ենք տալիս, որպեսզի ավելի շատ ինֆորմացիա ստանա եւ կարողանա ավելի ամբողջական լրացնել հայտարարագրերը։ Ասել է պատգամավորը, հավելելով, որ եթե քաղաքացին տեսնում է, որ կան բաներ, որոնց պետք է ճշտել կամ ավելացնել, ինքը դա ավելացնում է եւ հաստատում հայտարարագիրը։ Երբ քաղաքացին մուտք է գործում եկամուտների հայտարարման համակարգ, տեսնում է այնտեղ ինքնաշխատ լրացված որոշակի տողեր, այսինքն այն տեղեկատվությունը, որը ՊԵԿ-ն արդեն ունի, օրինակ աշխատավարձը, դրանք արդեն լրացված են լինում։ Եթե քաղաքացին տեսնում է, որ կան բաներ, որոնք պետք է ճշտել կամ ավելացնել, ինքը դա ավելացնում է եւ հաստատում հայտարարագիրը եւ այն համարվում է հանձնված։ Եթե համաձայն է բոլոր տվյալների հետ եւ գտնվում է, որ ավելացնելու բան չկա, ապա ուղղակի հաստատում եւ դուրս է գալիս այդ համակարգից։ Մանրամասնել է պատգամավորը։ Թունյանը նշել է, որ այս դեպքում պատասխանատվություն չի լինի։ Երբ մարդը հստակ գիտի, որ ինքը ունի եկամուտներ, որոնք ՊԵԿ-ին հասանելի չէին եւ ինքը դա պետք է հայտարարագրեր, բայց չի հայտարարագրել, ապա դրա համար անկախ հայտարարագրման համակարգից կա որոշակի պատասխանատվություն։ Պարզաբանել է նա, նկատելով, որ այս փոփոխությամբ էապես կհեշտանա քաղաքացիների կյանքը։ Ազգային ժողովի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը չի հանրայնացվի։ Ալեն Սիմոնյանի խորհրդական Մովսես Հարությունյանը հայտնել է, որ Սիմոնյանը որոշել է Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած հանձնաժողովի զեկույցն ուղարկել խորհրդարանի արխիվ։ Մովսես Հարությունյանի խոսքով Ալեն Սիմոնյանն այդ որոշումը կայացրել է շահագրգիռ կողմերի հետ քննարկումների արդյունքում։ Հաշվի առնելով այն, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը ժամկետների անհամապատասխանության պատճառով իրավական առումով անհնար է դարձել ներառել արժանիագումար նիստերի օրակարգում, բոլոր հնարավոր իրավական շահագրգիռ կողմերի հետ քննարկումների արդյունքում որոշում է կայացվել զեկույցն ուղարկել ԱԺ-ի արխիվ, ասել է նա։ Հարությունյանի խոսքով գաղտնիության թույլտվություն ունեցող յուրաքանչյուր պատգամավոր, այդ թվում ընդդիմադիր պատգամավորները կարող են գնալ եւ ծանոթանալ զեկույցին։ Ավելի վաղ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը չի ներառվի արժանիագումար նիստերի օրակարգ, թեև կքննարկվեն այն ներկայացնելու այլ ձևաչափեր։ Արտաքին գործերի նախարարի տեղակալ վերջերս հայրենիքին մատուցած ծառայությունների համար առաջին աստիճանի շքանշանով պարգևատրված Վահան Կոստանյանը հայտնվել է աղմկահարույց պատմության կիզակետում ալկոհոլի նկատմամբ սերը կառավարել չկարողանալու պատճառով։ Այս մասին 168-ն է հայտնում հղում անելով իր աղբյուրներին։ Նշվում է, որ հոկտեմբերի 4-ին Կոստանյանը մի կնոջ ուղեկցությամբ ժամանակ է անցկացրել Երևանի կենտրոնում գտնվող փաբերից մեկում, ժամեր անց արդեն բավականին գինովցած զույգը դուրս է եկել փաբից ու հասարակական վայրում անպարկեշտ վարքագիծ ցուցաբերել։ Վահան Կոստանյանն ու իր ուղեկցորդուհին ինչ-որ բան իրար հետ չեն կիսել ու սկսել են իրար վիրավորել, քաշքշել։ Ուշագրավն այն է, որ ականատեսները, որոնց թիվը քիչ չի եղել, չեն էլ փորձել միջամտել, թողել են, որ հանգիստ իրենց հարցերը պարզեն, հայտնում է լրատվամիջոցը։ Խորհրդարանի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր բացասական եզրակացություն տվեց ընդդիմադիր պատիվ ունեմ խմբակցության ազգային ճգնաժամի եւ կառավարման ձախողման մասին հայտարարության նախագծին։ Դրա ընդունմանը դեմ էին հանձնաժողովի ԿՊԱ-ական անդամները, հենց նրանք էլ մեծամասնություն են հանձնաժողովում։ Խորհրդարանի թվով ամենափոքր ընդդիմադիր խմբակցության հեղինակած նախագիծը գլխադասային հանձնաժողովում իշխանական ու ընդդիմադիր պատգամավորները քննարկեցին մոտ 3 ժամ։ Հիմնավորումները, որոնք շարադրված են հայտարարության նախագծում ընդդիմադիր խմբակցության ղեկավարի ձևակերպմամբ, գործող իշխանության եւ Նիկոլ Փաշինյանի հիմնական ձախողումներն են։
Այստեղ ներկայացված են բացառապես ամենաաղաղակող, ամենաշատ ցավ եւ խնդիրներ մեր երկրի համար առաջացնող փաստերը, նշեց Հայկ Մամիջանյանը։ Ըստ պատիվ ունեմ խմբակցության խարխլված է ազգային անվտանգության համակարգը, Արցախը կորսված է, գերիների հարցը չլուծված, Հայաստանի տարածքային ամբողջականությունը խաթարված, տապալված է նաեւ հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային օրակարգը։ Դաշնակիցների հետ վատթարացած հարաբերություններն ու միակողմանի զիջումներն էլ ընդդիմադիրների գնահատմամբ Հայաստանը դարձրել են խոցելի։ Հայտարարության նախագծում նշվում է նաև ժողովրդավարության նահանջի, ծաղկող կոռուպցիայի, հովանավորչության մասին։ Փաստաթղթում տեղ գտած այս հիմնավորումները հանձնաժողովում դարձյալ թարմացրին իշխանության եւ ընդդիմության միմյանց ուղղված մեղադրանքները։ Ես առաջարկում եմ հայտարարությունը անվանել հետևյալ կերպ՝ 8-րդ գումարման խորհրդարանի ընդդիմության ճգնաժամի եւ ընդդիմադիր գործունեության ձախողման մասին նախագիծ, հայտարարեց Վլադիմիր Վարդանյանը։ Այսօր համացանցում աղմկահարույց մի տեսանյութ է տարածվել, որում երևում է, որ Շաքիի ջրվեժի տարածքում երեխայի սեռի որոշման արարողություն է անցկացվել եւ այդ նպատակով ջրվեժը վարդագույն է ներկվել։ Աղմկահարույց տեսանյութին արձագանքել է շրջակա միջավայրի նախարարությունը, նշելով, որ դեպքին ընթացք կտրվի։ Շրջակա միջավայրի նախարարությունը հայտնել է, որ դեպքի հետ կապված բազմաթիվ ահազանգեր է ստացել, որոնք փոխանցվել են բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմին համապատասխան ընթացք տալու համար։ Գերատեսչությունից հորդորել են պահպանել շրջակա միջավայրը, զերծ մնալ ցանկացած այնպիսի գործողություններից, որոնք կարող են վնասել երկրի բնական ժառանգությանը։ Ավելի ուշ շրջակա միջավայրի նախարարությունը հայտնեց, որ ջրվեժը գունավորած անձը հայտնաբերվել է եւ տուգանվել։ Պարզվել է, որ հոկտեմբերի 5-ին Սիսիան քաղաքի բնակիչ ԱՕ Շաքիի ջրվեժի տարածքում երեխայի հետ կապված միջոցառման ընթացքում ջրվեժը գունավորելու նպատակով օգտագործել է սննդային հավելում համարվող գունանյութ։ Հարուցված վարչական վարույթի շրջանակում լաբորատոր հետազոտության նպատակով կատարվել են ջրի նմուշառումներ։ Ջրի որակի փոփոխության դեպքում կհաշվարկվի ջրային ռեսուրսներին պատճառված վնասը, ասված է նախարարության հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ քաղաքացի ԱՕ-ն վարչական պատասխանատվության է ենթարկվել բնության հատուկ պահպանվող տարածքի ռեժիմը խախտելու համար։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին Սեդրակ Քոչարյանը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան հայց է ներկայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության իդեմս դատախազության։ Քոչարյանը պահանջում է ճանաչել իր անմեղության, կանխաբարգացի խախտումն ու փոխհատուցել ոչ նյութական վնասը 2 միլիոն ՀՀ դրամի չափով։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից։ Հայցը ներկայացվել է հոկտեմբերի 5-ին մակագրվել դատավոր Երեմի Եսոյանին։ Սպուտնիկ Արմենիայի հետ զրույցում Սեդրակ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը գործին առնչվող մանրամասներ ներկայացրեց։ Նախաձեռնված վարույթ կա, սակայն դատավարությունը դեռ չի էլ սկսվել։ Մենք ակնկալում ենք, որ նա պետք է արդարացվի եւ հանկարծ մեղադրող դատախազը հանրային հեռուստալիքի եթերում այնպիսի հայտարարություններ է անում, իբրև թե արդեն հաստատված է Սեդրակ Քոչարյանի կողմից հանցագործություն կատարած լինելը։ Բնականաբար պարոն Քոչարյանի համար անընդունելի է եղել, որ իր մասին նման տեղեկություններ են տարածվել, նշեց Ալումյանը։ Գործի վերաբերյալ կանխատեսումներ անել փաստաբանը չցանկացավ, նա հավելեց, որ պայքարելու են ու վստահ է շահելու են դատը։ Քննչական կոմիտեն հաստատում է, որ ձերբակալել են 2 հոգու, որոնց մեղադրանք է ներկայացվել խուլիգանության եւ վարույթի նախաքննության եւ պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով։ Այդ անձին 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորածների հարազատներն են Արսեն Ղուկասյանն ու Աբիջան Գևորգյանը։ Մեկ շաբաթ առաջ անհետ կորածների հարազատները հավաքվել էին Պաշտպանության նախարարության շենքի մոտ իրենց տանջող հարցերով, որտեղ են իրենց զավակները ու ինչ է անում պետությունը նրանց որոնելու եւ հայտնաբերելու համար։ Պաշտպանության նախարարության անցակետի մոտ իրադրությունը մի քանի անգամ լարվել էր, ծնողները փորձում էին մուտքը փակել, տեղում ավելանում էին ոստիկանական շարքերը։ Պաշտպանության նախարարության դիմաց ժամեր շարունակ բողոքի ակցիա իրականացնող 44-օրյա պատերազմում անհետ կորած զինվորների հարազատներին ընդունել էր Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասլյանը։ Հանդիպումից հետո հարազատները պնդում էին, որ իրենց պատասխանները չեն բավարարել, անհետ կորած զինվորների ծնողները նշել էին նաև, որ նախարարության հետ հետագա հանդիպումների պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Այսօր հոկտեմբերի 6-ին վրայի երթ է տեղի ունեցել Երևանում ժամը 14:50-ի սահմաններում էլեկտրական ավտոմեքենան Նորք-Մարաշ վարչական շրջանում Արմենակյան 143 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտնին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկներին վիրավորին տեղափոխել հիվանդանոց։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վրաերթի ենթարկված կնոջը քաղաքացիները վրաերթի հարևանությամբ գործող Երևան City սուպերմարկետի աշխատակիցներ
զինվորները դուրս են բերել ավտոմեքենայի առջևի հատվածի տակից, իսկ մինչ այդ հետիոտը կանգնած է եղել մայթին, երբ նշված ավտոմեքենան, որը կայանված է եղել Երևան City-ի դիմաց, առաջ է ընթացել վրայի երթի ենթարկել հետիոտնին, ապա բախվել երկաթե ճաղավանդակին, կոտրել այն եւ մոտ մետր բարձրությունից հայտնվել բնակելի շենքի եւ Երևան City-ի տարածքում։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական բարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի եւ վիրավորի ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ վարորդը Հայաստանում հայտնի գործարար է։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Այսօր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում ժամը 10:50-ի սահմաններում Range Rover Magnishi ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 27 կիլոմետրի հատվածում Չայնիի ոլորաններում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը, կոտրել այն եւ հայտնվել գազոնում։ Վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան, վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Կհանդիպենք վաղը, առողջ եղեք։